Սիրելիներս, ուզում եմ խոսել 3 մութ օրերի մասին, որոնք սպասվում են աշխարհին, երկրագնդին։ 3 մութ օրերի մասին իմ մի քանի տեսիլքներով, հայտնություններով եւ երազներով շատ մանրամասն կերպով ցույց է տվել Սուրբ Հոգին, եւ ես պատմում եմ այդ մասին, պատմել եմ եւ պատմում եմ։ Ճիշտ է, շատերը չեն հավատում դրան, բայց գոնե իմանալով այդ մասին, պատկերացնելով թե դա ինչ է, երբ գան այդ 3 օրերը, դուք գոնե կիմանաք դրանք ինչու են, ինչի համար են այդ 3 օրերը եւ ինչ անել այդ օրերին։ 3 օր Աստծո կամքով, Աստծո ձեռքով 3 օր աշխարհի վրա լինելու է բացարձակ մթություն։ Դա սպասվում է շատ մոտ ապագայում, շատ մոտ, մինչև հափշտակությունը, դա հափշտակությունից հետո չէ, դրա միջով պետք է անցնի ամբողջ աշխարհը, թե նրանք, ովքեր Հիսուսին չեն պատկանում, եւ թե նրանք, ովքեր Հիսուսի ճշմարիտ զավակներն են, ովքեր եկեղեցու մասնիկ են կազմում, բոլորս պետք է անցնենք այդ 3 օրվա միջով, եւ այդ 3 օրերին ես ինչ խոսում եմ այն ինչ որ ինձ Սուրբ Հոգին է ասել, ես փոխանցում եմ։ Հիմա 3 օր բացարձակ մթություն կլինի, արևը կխավարի, մինչև այդ լուսինը արյունոտ կդառնա, կարմիր, մենք կհասկանանք, դա նշաններից է, եւ Աստվածաշնչում վերջին օրերի նշանների մեջ տրված է, նշված է նշանների երկնքում, աստղերը կընկնեն, աստղերը ընկնելը վերաբերում է երկնային տարբեր մարմինների ընկնելուն, ինչպես նաև աստղերը, որ կշարժվեն կամ կընկնեն, դրանք վերաբերում են այլմոլորակայիններին, այսպես կոչված այլմոլորակայիններին, իհարկե դրոններ, թռչող սարքեր եւ այլ երկնային նշանների, արևը կխավարի եւ լուսինը արյուն կդառնա, այդ բոլոր նշանները վերջին օրերի նշաններն են, որոնք լինելու են հափշտակությունից հենց անմիջապես առաջ, եւ դրանից հետո Աստվածաշնչում հերթականություն այդպես եւ դրանից հետո արդեն կտեսնենք ամպերի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը, բայց ոչ թե գալուստը երկիր, այլ գալուստը ամպերի մեջ հափշտակության համար, որովհետեւ նա գալու է հափշտակության իր եկեղեցու, տանելու է իր եկեղեցին։ Հիմա արեգակի ջերմություն չի լինելու է շատ ցուրտ, չգիտեմ մինուս քանի աստիճան, բայց պատկերացրեք, լինելու է շատ ցուրտ, այդ պատճառով իմ տեսիլքներում եւ երազներում Սուրբ Հոգին ինձ ասել է ամեն անգամ, ունեցեք սնունդ, ունեցեք վերմակներ, ծածկոցներ, ունեցեք ջուր եւ ունեցեք մի փոքրիկ ճրագ, այսինքն մոմ։ Սուրբ Հոգին ինձ ասել է, որ պետք է պատուհանները փակենք մուգ, ինչ որ մուգ թղթով, բայց երազներում ես քանի անգամ որ տեսել եմ, դրանք սև պոլիէթիլենային տոպրակներ էին, եւ նույնիսկ երազում ես ասում եի, որ սկոչով պետք է կպցնեմ։ Սնունդ, որը որ չի փչանում, պետք է ունենանք ջուր 3 օրվա, պետք է ունենանք սնունդ, պետք է ունենանք ծածկոցներ, պետք է տան մեջ չենք կարող ինչ-որ կերպ լույս ստանալ, կրակ վառել, ճրագ վառել, մոմից բացի, մի մոմից բացի։ Պատուհանները լրիվ փակ են, դռները փակ են։ Ցանկացած դեպքում, ցանկացած ձայն, եթե դուք լսեք, խնդրանք, աղաչանք, որպեսզի լուսամուտ բացեք, դուռ բացեք, ինչ-որ մեկը գա ներս, չեք անում ոչ մի կերպ, լինելով թեկուզ Աստծո իսկական զավակը, ով ունի ամենամեծ ու բարի սիրտը, չեք բացում ոչ մի լուսամուտ, ոչ մի դուռ, ոչ մի կերպ, ինչ էլ որ լսեք։ Հիմա ինչ կասեմ ձեզ, եթե դուք լսում եք իմ այս խոսքը, աղոթեք Հիսուս Քրիստոսին, աղոթեք Աստծուն Սուրբ Հոգուն, խնդրեք, որ նա ձեզ նշան տա, որ այս ամենը ճիշտ է, թե ոչ, խնդրեք, որ նա ձեզ նշան տա, հաստատում, միգուցե երազ, միգուցե տեսիլք, միգուցե ուրիշ ինչ-որ տեսանյութ կհանդիպի ձեզ, ինչ-որ մի կերպ խնդրեք, որ Տերը հաստատի, Տերը ուղղորդի եւ Տերը ցույց տա, որ այս ամենը ճշմարիտ է, թե ոչ, լսեք այս ամենը, հետևեք այս ամենին, թե ոչ։ 3 մութ օրերի մասին լսող եւ չհավատացող մարդիկ
Երբ լինի 3 մութ օրերը, նրանք կհավատան, կտեսնեն, որ եղավ եւ ինչ տեղի կունենա։ Եթե ձեր կողքին լինեն այդ անհավատները, ովքեր չէին հավատում, բայց արդեն իրենց վրա զգացին, տեսան մութ օրերը, ինչ կստացվի։ Նրանք կհավատան, նրանցից շատերը կհավատան նաև հափշտակությանը, կհասկանան, որ եթե 3 օրը եղավ, ուրեմն հափշտակությունն էլ կլինի։ Եվ դա այն պահն է, որ մենք մեր կողքի մարդկանց կօգնենք, որ ապաշխարեն անհավատ թերահավատներին, կօգնենք, որ դարձի գան, թեքվեն դեպի Տեր Հիսուս Քրիստոսը, ընդունեն Տիրոջը։ Այսինքն այդ 3 օրը իր իմաստով հոգևոր, մարմնականից, ֆիզիկականից շատ ավելի մեծ ու կարևոր է։ 3 մութ օրերի մեջ ես վստահ եմ, որ շատերն են դարձի գալու։ Շատերն են դառնալու իրական քրիստոնյա եւ հափշտակվելու են։ Այդ 3 օրը շատ մեծ նշանակություն ունի։ Շատերը հենց այդ 3 օրով անցնելով կփրկվեն, որովհետեւ դարձի կգան վերջապես, կընդունեն Տիրոջը։ 3 օրերին մենք պետք է ուղղակի անդադար աղոթենք, անդադար աղոթել, մնալ մեր պատսպարված տեղերում, չշարժվել, չգնալ ոչ մի ուրիշ տեղ, դուռներ լուսամուտներ չբացվել։ Աստվածաշնչում կա Եգիպտոսի 3 մութ օրերը եւ գրված է, որ ոչ ոք ոչինչ չէր անում, ոչ ոք տեղից չէր շարժվում այդ 3 օրում։ Եվ հիմա կրկնվելու է։ Հիմա կարճ համառոտ կրկնում եմ։ Երկրագնդին սպասվում է 3 մթության օրեր։ Այդ 3 մութ օրը լինելու է բացարձակ մթություն, բացարձակ, ոչ մի տեսակի լույս չի լինելու երկրագնդի վրա։ Շատերը հարցնում են էլեկտրականություն, գազ, ինչ-որ բան, ոչ մի բան։ Ամբողջ համաշխարհային կառավարությունը շատ լավ գիտի այդ մասին եւ սպասում են այդ օրվան։ Ոչինչ չի լինելու։ Փողոցում դրսում լինելու է դժոխային վիճակ։ Դժոխքը դուրս է գալու երկիր, դա Աստված է այդպես կամենում։ Նա դժոխքի դռները 3 օրով բացելու է երկրի վրա։ Դուք չեք կարող դուրս գալ, տեղաշարժվել, դուք կարող եք մնալ այնտեղ, որտեղ որ կաք, փակ, աղոթքների մեջ, սնվել նրանով ինչ որ ունեք, խմել այն ջուրը, որը որ ունեք, պահած, ունեք արդեն, կա ձեր ձեռքի տակ։ Կարող եք մի մոմ վառել։ Եվ ուզում եմ ասել, որ ինձ Տեր Հիսուս Քրիստոսը դեռ ամիսներ առաջ ասաց. ասա իմ զավակներին, երբ կգա 3 մութ օրերը, թող իմանան, որ ես արդեն գալիս եմ։